Պարոն Բադոյանի ճակատագրի դուք առաջ եկեք։ Այսօրվա դատական նիստից բոլորիս ակնկալիքն է, որ ի վերջո արդարությունը գաղթի եւ Սամվել Կարապետյանը կլինի ազատության մեջ։ Այսօր ես դժգոհություններ առավոտյան լսեցի, որ չէ թողում մագիստերի մտնել դատարանը, դրա մասին ինչ-որ։ Անկեղծ ասած չեմ լսել այդ մասին, բայց ամեն անգամ տարբեր տեսակի խոչընդոտներ լինում են մարդկանց տեղաշարժի եւ դատարանի շենքին մոտենալու հետ կապված։ Այդ ձեր մագիստները օրինակ ասում են, որ ռուս ունեն, ի վերջո, քանի որ ոչ մի հիմք չկա Կարապետյանին փակի տակ պահելու, կալանքը երկարացնելու, պետք է ստիպված այդ բաց թողնել։ Կիսում եք այդ բանը։ Իհարկե կիսում ենք, Սամվել Կարապետյանի կալանավորման այս ամբողջ գործընթացը որևէ հիմք չունի նրան կալանքի տակ պահելու, դրա մասին են խոսել բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավաբաններ, ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող պրոֆեսիոնալ իրավաբաններ։ Այս ամբողջ ամիսների ընթացքում մենք ականատես ենք լինել, թե դատական գործընթացի ժամանակ տարբեր մեկնաբանությունների եւ իրավական բոլոր փաստարկների վերհանման հետ կապված որևէ հիմք մենք չենք տեսել եւ այստեղ եւ հավաքվածներս եւ բազմաթիվ հազարավոր մեր աջակիցներ եւ ուղղակի քաղաքացիներ մեծ ակնկալիք ունեն, որ ի վերջո դատարանը այսօր համացարկեցը դրսևորի եւ Սամվել Կարապետյանը կլինի ազատության մեջ։ Սամվել Կարապետյանի ազատության մեջ լինելը բխում է նաեւ մեր հասարակության շահերից, քանի որ նա բերելու է այն սպասվելի փոփոխությունները, որոնց մասին մեր հանրությունը վաղուց երազում եւ սպասում է, եւ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը միանշանակ բերելու է այդ փոփոխությունները, որին մենք սպասում ենք եւ ամբողջ թիմով կանգնած ենք այստեղ այդ սպասումով։